Ժողովուրդ ջան, առաջինը ասենք Աստված օգնական սրբազան հայրերին, ովքեր ապօրինի կալանավորված են և գտնվում են այս շենքում։ Ուզում եմ նաև ասել, որ հենց այս շենքում գտնվում է ազգային բարերար 120 օրից ավելի ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը։ Սամվել! 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 Սիրելի հայրենակիցներ, այս ողջ ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը ամենայն լրջությամբ և անկեղծությամբ ամեն օր տեսակցում է իրեն։ Եկեք մի քիչ իմ փորձի մասին կիսվեմ ձեր հետ։ Երբ տեսակցում եմ Սամվել Կարապետյանին, մենք գրեթե չենք խոսում աբսուրդ, պրիմիտիվ, ինչ-որտեղ ցինիկ, խայտառակ քրեական գործից։ Խոսում ենք լրիվ այլ բաներից։ Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Սամվել Կարապետյանը այս ժամանակահատվածում արդեն մի քանի այնպիսի ծրագրեր է մշակել, որոնք մեր երկիրը դարձնելու են ամենաերջանիկ երկրներից մեկը ու հայերի համար ամենալավ երկիրը, Այսօր առավոտյան, երբ տեսակցել էի պարոն Կարապետյանին, իհարկե խոսեցինք, որ այսօր շատ կարևոր հանրահավաք է լինելու։ Եվ այդ կարևոր հանրահավաքի արտացոլանքը, պատկերը հենց հիմա տենում եմ։ Ժողովուրդ ջան, հալալա, այո, այո։ Սամվել Կարապետյանը այսօր ինձ փոխանցեց, որ ես էլ փոխանցեմ ձեզ իր այն որոշումը, ըստ որի ինքը մեր ձևով ժողովրդական շարժման առաջիկայում կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Սամվել! 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 Ազատություն! 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 Ժողովուրդ ջան, հուլիսի 4-ին մենք հավաքվեցինք այստեղ և ես ձեզ փոխանցեցի Սամվել Կարապետյանի ուղերձը, ըստ որի ինքը որոշել էր քաղաքական հայտ ներկայացնել։ Այսօր փոխանցեցի իր որոշումը, որ պատրաստ է առաջիկայում ստանձնելու կուսակցության նախագահի պաշտոնը։ Այո! Պայքարելու ենք! Պայքարելու ենք! Պայքարելու ենք! Մեր ձևով! Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, այո!